Ողջույն, այսօր կխոսենք տվյալների խմբավորման և դասակարգման մասին։ Տվյալների բազաների կառավարումը կարևոր դեր է խաղում ցանկացած կազմակերպության աշխատանքում։ Երբ մեր տվյալները ճիշտ են խմբավորված և դասակարգված, մենք զգալիորեն բարձրացնում ենք մեր աշխատանքի արդյունավետությունը և պարզեցնում որոշումների կայացման գործընթացը։ Խմբավորումը հիանալի գործիք է, որը թույլ է տալիս միավորել գրառումները ըստ ընդհանուր հատկանիշների։ Օրինակ, եթե ցանկանում ենք ուսումնասիրել մեր շահառուների բաշխումն ըստ քաղաքների, պարզապես ստեղծում ենք նոր դիտարկում View, բաշխում ըստ քաղաքների անվանումով և կիրառում Group կոճակը, ընտրելով քաղաք-դաշտը որպես խմբավորման չափանիշ։ Արդյունքում բոլոր գրառումները համախմբվում են ըստ իրենց քաղաքների, իսկ համակարգն ավտոմատ կերպով հաշվարկում է յուրաքանչյուր խմբում ներառված գրառումների քանակը։ Մենք չենք սահմանափակվում միայն մեկ չափանիշով, բազմակի խմբավորման շնորհիվ կարող ենք ստեղծել ավելի բարդ կառուցվածքներ։ Օրինակ, եթե շահառուներին խմբավորենք նախ ըստ քաղաքի, այնուհետև ըստ պաշտոնի, կստանանք հիերարխիկ կառուցվածք, քաղաքներով և դրանց ներսում պաշտոններով ենթախմբավորում։ Խմբերի հետ աշխատանքը շատ ճկուն է։ Կարող ենք փակել կամ բացել բոլոր խմբերը միաժամանակ կամ առանձին, փոխել խմբերի անվանումները, նույնիսկ տեղափոխել գրառումները խմբերի միջև, պարզապես քաշելով դրանք մեկ վայրից մյուսը։ Դասակարգումն էլ իր հերթին թույլ է տալիս կարգավորել գրառումների ցուցադրման հերթականությունը։ Այն կարելի է իրականացնել ինչպես ձեռքով, տեղափոխելով գրառումները, դրանք քաշելով, drag and drop, այնպես էլ ավտոմատ, sort գործիքի միջոցով։ Օրինակ, եթե ցանկանում ենք դասակարգել նոր դիմումները ըստ ստեղծման ժամանակի, ընտրում ենք համապատասխան դաշտը և դասակարգման ուղղությունը, հնից նոր կամ նորից հին, և գրառումներն ավտոմատ կերպով վերադասավորվում են։ Կարող ենք նաև կիրառել մեկից ավելի դասակարգման չափանիշներ, իսկ Keep Sort ֆունկցիան թույլ է տալիս պահպանել դասակարգում ավտոմատ կերպով։ Տվյալների արդյունավետ կառավարման համար կարևոր է նաև դաշտերի տեսանելիությունը։ Hide Fields գործիքի միջոցով կարող ենք թաքցնել ոչ կարևոր դաշտերը և թողնել միայն առավել կարևորները։ Օրինակ, նոր դիմորդների համար կարող ենք թողնել միայն անունը, հեռախոսահամարը, անձնական տվյալները, կարգավիճակը, մեկնաբանությունները և հարցազրույցի ամսաթիվը։ Ուշադրություն դարձրեք, որ հիմնական դաշտը անուն-ազգանուն չի կարող թաքցվել կամ տեղափոխվել։ Սյունակների ամրացումը Pinning ևս կարևոր գործառույթ է։ Այն թույլ է տալիս կարևոր դաշտերը, ինչպիսին է օրինակ հեռախոսահամարը, ամրագրել անուն-ազգանվան կողքին, որպեսզի դրանք միշտ տեսանելի լինեն։ Այս բոլոր կարգավորումների շնորհիվ մեր կազմակերպության աշխատակիցները կարող են արագ և արդյունավետ կերպով կազմակերպել իրենց աշխատանքը, լինի դա նոր դիմորդների ընդունելություն, թե ուսանողների դասացուցակի օպտիմալացում։ Հաջորդ հանդիպման ժամանակ կխոսենք տվյալների սինխրոնիզացիայի կարևորության մասին և կսովորենք կապել տվյալների բազաները առանց կրկնօրինակների։ Կտեսնենք, թե ինչպես կարելի է միավորել ուսանողներին իրենց մենթորների հետ, օգտագործելով միայն առկա տվյալները, առանց նորը ստեղծելու։